Ես ողջունում եմ բոլորիդ ու շնորհակալ եմ, որ միացել եք այսօրվա մեր ուսուցմանը։ Շատ լավ ու կարևոր թեմա եմ ընտրել, որովհետև ծանոթ եմ, որ շատերը ցանկանում են ցանցային բիզնեսում աշխատել, ստեղծել իրենց թիմը, բայց միշտ առաջին բացասական պատասխանը լինում է այն, որ մենք շատ ենք ուզում, բայց մեզ մոտ չի ստացվում։ Ես ուզում եմ, որ այսօրվա ուսուցման ժամանակ մենք անկեղծ լինենք մեկս մյուսի նկատմամբ եւ հանդեպ։ Մենք կարողանանք մեզ տալ բաց հարցեր ու կարողանանք այդ հարցերի պատասխանները մենք մեզանից ստանանք, որովհետև մեզանից բացի ոչ մեկ չի կարողանա իրականում պատասխանել, թե մենք ինչ ենք ուզում։ Մեր նպատակը որն է։ Շատերը հիմա տարածված կարծիք կա, որ ասում են՝ դուրս եկեք ձեր կոմֆորտի գոտուց եւ ձեզ կլինի այն ամեն ինչը, ինչ որ անհասանելի է ձեզ համար։ Բայց ես գիտեմ, կան մարդիկ, ովքեր որ հենց կոմֆորտի գոտում են գտնվում ու իրանք արդեն իսկ հասել են հենց այդ կետին, որտեղ որ պիտի գտնվեն։ Եվ եթե դուք հիմա գտնվում եք այդ կետում, բնականաբար այս ուսուցումը շատ բան ձեզ չի տալու, բայց եթե դուք գեթ մեկ անգամ ձեզ հարց եք տվել, որ ինչ անեմ, որ իմ կյանքը փոխվի, կամ տպավորությունը, որ ես այս աշխարհի համար չեմ ծնվել, կամ ես ուզում եմ, որ ինչ որ կերպ կարողանամ ազդել իմ ապագա կյանքի վրա ու նմանատիպ այլ հարցեր, եթե ձեզ տանջել են, եթե դուք ուզում եք, որ ձեր վաղվա օրը նախորդ օրվանից էապես տարբերվի, ուրեմն այս ուսուցումը ձեզ համար է եւ դուք ճիշտ տեղում եք։ Միջև վերջ կլսեք, որպեսզի կարողանաք վերջում ձեզ հարց տալ. արդյոք ցանցային բիզնեսը ձեզ համար է, թե ուղղակի ձեզ հետաքրքրել է գեղեցիկ ֆոնը, համացանցի ներկայացրածը, ծանոթ բարեկամի անծանոթի խոսքը եւ դուք ուղղակի ուզել եք ինքներդ փորձեք։ Նշեմ անպայման, որ այն անսահման հնարավորությունները, որը որ տալիս է ցանցային բիզնեսը, իրականում ոչ մի այլ բիզնեսից մենք չենք կարողանա ստանալ, բայց այստեղ կա մի ուրիշ, ավելի առանցքային ու կարևոր կետ, որի վրա մենք պետքա ուշադրություն դարձնենք, ու մենք այսօր հենց այդ կետի վրա ուշադրություն ենք դարձնելու։ Ես այսօր ձեզ պրակտիկ գործիքներ չեմ տալու, թվերից չեմ խոսելու, չեմ ասելու մարքեթինգ պլանը։ Ես ձեզ ուղղակի այսօր տալու եմ միտք, որ դուք նստեք ու մտածեք։ Դուք ուզում եք, որ ձեր կյանքը ցանցայինի միջոցով փոխվի, ձեզ համար լինի ել ավելի կոմֆորտ վիճակ, թե ամեն դեպքում այն ինչը որ կա, ձեզ արդեն բավարարում է։ Մենք ապրում ենք հիմա լրիվ ուրիշ իրականության մեջ, եւ եթե սրանից 10 տարի առաջ ավելի արդիական էր, երբ մենք խոսում էինք թվերով, օնլայն հանդիպումների մասին, մարքեթինգ պլանի մասին, հիմիկվա իրականությունը փոխվել է։ Մեծամասնությունը կանանց ուզում է հանդարտություն, հանգստություն, բացի օնլայն շփումից, օֆլայն շփում եւս։ Եվ ես ձեզ վստահաբար ասում եմ, ցանցայինը նաեւ այս փոփոխության մեջ ինքը կարողանում է հարմարվել, եթե դուք իրոք պատրաստ եք դրա քայլը կատարել։ Եթե կան մարդիկ, ովքեր որ օֆլայն տարբերակով են ցանկանում իրենց ստրուկտուրաները զարգացնել, ապա սա ձեզ տալիս է այդ հնարավորությունը։ Ընդհանրապես պետք է վերցնել եւ կիրառել։ Ընդհանրապես պետք է, որ ձեր նաստավնիկին, ձեր թիմի տնօրենին տակ հարցեր, հետաքրքրվեք, որովհետեւ ոչ մի ուսուցիչ, ոչ մի տնօրեն, ոչ մի խորհրդատու ինքը կախարդական փայտիկ չունի, որպեսզի կարողանա հասկանալ, թե իր գրանցած մարդը ինչ ակնկալիքներ ունի այս բիզնեսից։ Ես ձեզ կպատմեմ իմ պատմությունը, որպեսզի դուք հասկանաք, թե ինչ է իրականում եղել ինձ հետ, երբ որ ես ուզել եմ սկսեմ այս բիզնեսը։ Բայց իրականում ամենաառաջին հերթին եկեք մի հատ մենք մեզ հարց տանք, հա։ Մեր խնդիրը այսօրվա որն է։ Մեզանից յուրաքանչյուրն ինչ է ուզում իրականում։ Եթե ես հիմա ասեմ, որ փող աշխատելը դարձել է դժվար, ես ձեզ կստեմ։ Փառք Աստծո, այսօրվա մեր իրականության մեջ փող աշխատելը դժվարություն չի։ Չեմ կարող իրան համեմատել 20 տարի առաջվա հետ։ Բայց ինչ ենք մենք ուզում։ Մենք ուզում ենք ազատություն, ֆինանսական անկախություն, ինչ որ ապացուցումներ, որ մեզ ընդունեն, մենք ցույց տանք, որ այո, մենք կարող ենք, մենք ի վիճակի ենք այս կամ այն բանին հասնել, կան չէ, ընտանիքներ, որտեղ կինը ուզում ապացուցի իր սիրելի ամուսնուն, որ ինքը ունակ է ինչ որ հարց լուծելու։ Կան ընտանիքներ, որտեղ ճամփորդելու համար են գալիս ցանցային բիզնես։ Կան կանայք, ովքեր ճանաչում ձեռք բերելու համար են գալիս բիզնես, ում համար հաճելի է, երբ նրանց ճանաչում են, նրանք կարողանում են ելույթ ունենալ։ Կան մարդիկ, ովքեր որ
ուղղակի ուզում են զբաղվածություն ապահովել իրենց։ Բզբզան, զբաղվեն։ Այստեղ խնդիրն է նա, որ մենք պետք է հասկանանք մենք իրականում ինչ ենք ուզում։ Երբ ես եկա ցանցային բիզնես, ինձ պետք էր ֆինանս։ Ես ունեի երազանքներ եւ այդ երազանքները պետք է իրականացնեի։ Եվ բնականաբար, երբ դու հստակ գիտես դու ինչ ես ուզում, խանգարող հանգամանքներն ավելի քիչ են լինում։ Ո՞րն է խանգարող հանգամանքը։ Ամենաառաջինը վախն է։ Ինչ գործ ուզում եք սկսեք, ես վստահաբար ձեզ ասում եմ, եթե մի փոքր թույլ կամքի ուժ ունեցաք, վախը կգա ու կասի ձեզ. մի արա, քեզ կմերժեն, մի արա, դու կսխալվես։ Ինչ կմտածեն մարդիկ քո մասին։ Ու հենց այդ վախի պատճառով շատ-շատերը, որոնք պոտենցիալ լիդերներ էին ցանցային բիզնեսում, իրենք չկարողացան իրենց գործունեությունը շարունակել, որովհետև բաց թողեցին այդ հնարավորությունը։ Լսեցին, թե ինչ կմտածեն իրենց մասին մարդիկ եւ տրվեցին վախին։ Երկրորդ տարբերակը դա անգործությունն է եւ հետաձգելը։ Երբ մտածում ես դե լավ, եթե սա ազատ գրաֆիկով աշխատանք է, ես կարող եմ դա անել վաղը, կանեմ մյուս օրը։ Ես այսօր պատրաստ չեմ։ Մի այլ տեսակ էլ կա մարդկանց, որ մտածում է պետք է միանգամից ամեն ինչը սովորի, հետո սկսի աշխատել։ Ցանցայինը դրա մասին չի։ Ցանցայինում ամեն օր, անգամ մենք, որ 10 տարուց ավել արդեն այստեղ ենք, մենք ամեն օր սովորելու բան ունենք։ Ու պետք չի մտածել, որ դուք կարողանաք երբևիցե լիարժեք սովորել, նոր կիրառել։ Իրականում, երբ դուք ուզում եք ունենալ հաջողություն, տեսական գիտելիքը տվյալ պահին գործնականի հետ պետք է համադրվի։ Հակառակ դեպքում չի լինի ոչինչ։ Գիտեք, ազատությունը եւ ֆինանսական անկախությունը գալիս են գործողությունների արդյունքում, ոչ թե միայն գիտելիքներից։ Ու եթե դուք մոտիվացված, ինչ-որ մի բան ձեռք բերած, ուսուցանված, տվյալ պահին անցնեք աշխատանքի, կամ մի նյութ նայեք ու որոշեք, որ այս ձևով դուք պետք է ռեկրուտինգ անեք եւ անցնեք դա անելու, դուք ավելի շատ արդյունք կունենաք, քան օրինակ 1 ամիս ինչ-որ բան սովորելու եւ հետո աշխատելու անցնելու ժամանակ։ Եվ ամենակարևորը թերևս դա այն է, որ շատերը ուղղակի հանձնվում են դեռ չսկսած։ Ցանցային բիզնեսում արդյունքները առաջին օրերին, առաջին շաբաթներին չեն տեսնում։ Կան մարդիկ, ովքեր տարիների ընթացքում են արդյունք տեսնում, կան մարդիկ, ովքեր կարողանում են մի քանի ամսվա ընթացքում մեծ եկամուտներ ունենալ։ Ես 3 ամսվա ընթացքում ֆիրմայում դարձել եմ փոխտնօրեն, բայց իմ տնօրենի կարգավիճակը հաստատելը տևեց տարիներ։ Մարդ կա, որ 3 կատալոգում դարձավ տնօրեն, իսկ կա մարդ, ով 10 տարի է իմ առաջին գրանցված մարդկանցից, որ ուղղակի մնաց որպես խորհրդատու օգտվող։ Հետևաբար հանձնվել ու մտածել, որ կվախենամ, կամ վաղը կանեմ, կամ ես ուզում եմ արագ եկամուտ տեսնեմ, սա այդ ոլորտը չի, ամենասխալն է։ Ես ձեզ անկեղծ կասեմ, եթե ձեզ շատ փող է պետք, սա հենց այն ոլորտն է, որտեղ որ դուք կկարողանաք փող վաստակել։ Բայց կուզեմ հավելեմ մի բան, որը վերջերս եմ նկատել։ Այն մարդիկ, ովքեր որ կարողանում են իրենց վրա կրել իրենց պատասխանատվությունը, իրենց կյանքի հանդեպ պատասխանատվությունը, նրանք կարողանում են այս գործում շատ արագ աճել, որովհետև այստեղ եկամուտը կախված է միմիայն քեզանից։ Ոչ մեկ քո փոխարեն չի աշխատելու, ոչ մեկ քո փոխարեն հրավերք չի անելու, ոչ մեկ քո խնդիրը չի լուծելու։ Քեզանից է կախված, թե դու ինչ տեմպով կաշխատես ու ինչ տեմպով կգրանցես քո արդյունքները։ Եվ հետևաբար, եթե դու պատկանում ես այն տեսակին, որ սիրում է առավոտյան գնալ աշխատանքի, ֆիքսված ժամով աշխատել, հետո վերադառնալ, ամսվա վերջում ստանալ աշխատավարձ, անկախ նրանից աշխատավայրում ինքը ինչքան կչարչարվի, անկախ նրանից թե գործ կանի չի անի, միայն թե չնչին թող լինի, բայց ամսվա վերջում գումար լինի մեխանիզմով ինքը որոշի, որ պետք է աշխատի։ Ցանցայինում չի կարող զարգանալ, որտեղ ցանցայինում դու պետք է սովորես քո պատասխանատվությունը վերցնել քո ձեռքը եւ գնալ աշխատել։ Այստեղ յուրաքանչյուրը ձեր գործի տնօրենն եք։ Դուք եք որոշողը, երբ աշխատեք։ Իսկ դա ամենակարևորն է եւ այստեղ թույլ բնավորությամբ մարդիկ բնականաբար չեն կարողանում դուրս գալ եկամտի, որտեղ շատ դժվար է սեփական անձը ենթարկեցնելը, քան օրինակ գնալ եւ ենթարկվել ուրիշի։ Գնացինք առաջ։ Պատմեմ իմ մասին, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Քանի որ ուսուցման սկզբից ես ձեզ ասացի, եթե ձեզ մոտ գալիս են մտքեր, որ միգուցե դուք ոչ ճիշտ իրականության մեջ եք ապրում,
եք, թե դուք սրան եք արժանի, դուք ուզում եք ավելի լավ ապագա ձեր բալիկների համար, քան հիմա է, ուրեմն դուք ճիշտ տեղում եք, ուրեմն ցանցանինը ձեր ոլորտն է, դուք պետք է այստեղ աշխատեք, բայց եթե այս մտքերը ձեզ չեն գալիս, եթե այս մտքերը ձեզ երբևիցե չեն այցելել, ուրեմն դուք երբևիցե չեք էլ ցանկացել ձեր իրականությունը փոխեք, եւ ձեզ կոմֆորտ է ինչ որ կա։ Անկամ եթե դուք ինչ որ բանի պակաս ունեք հիմա, դա ձեզ կոմֆորտ է, դուք չեք կարողանալու դուրս գալ դրա միջից, որովհետև պետքա պատրաստ լինել անելու այն գործողությունները, որը երբեք չեք արել, ունենալու այն, ինչը երբեք չեք ունեցել։ 2016 թվականն էր, երբ իմ արգիշտին միջնեք տղաս, դեպ նկարը հենց այդ ժամանակվա նկար է, տարբերությունը կարծում եմ տեսնում եք, չէ՞, 10 տարվա տարբերությունը։ Ծնվել էր ու ինձ մոտ տպավորություն էր, որ ես ապրում եմ մի իրականության մեջ, որը ամենևին էլ չի բնորոշում ոչ իմ տեսակին, ոչ իմ բնավորությանը եւ ոչ էլ իմ ցանկություններին։ Ես համացանցում տեսա ցանցային բիզնեսի մասին հայտարարություն եւ գտա իմ տարածաշրջանում մարդու, ով զբաղվում է այս բիզնեսով։ Գրանցվեցի եւ 3 ամսում դարձա փոխտնօրեն։ Ասեմ, որ հեշտ էր, հեշտ չէր, բայց դժվար էլ չէր։ Գիտեք ինչի, որովհետև ես չեմ մտածել, որ ես առաջարկեմ գրանցվեն ինձ մոտ, ինձ կմերժեն։ Ու եթե անգամ ինձ մերժում էին, ես դա ծանր չէի տանում, որովհետև չի էլ ֆիքսվել։ Ես դրանից հետո ավելի շատ ֆիքսվեցի մերժումների վրա, քան այդ ժամանակահատվածում, այդ 3 ամսում, որովհետև ես գրանցվել էի, թքած ունեի իրականում, թե ով ինչ կպատասխանի իմ առաջարկին բացասական առումով։ Ինձ պետք էր, որ ես հստակ գնայի դեպի տնօրենի կարգավիճակը, որովհետև ինձ պետք էր գումար, ինձ պետք էր 300,000 դրամ ամեն կատալոգում վաստակել գումար ու միաժամանակ կարողանալ հանգիստ պահել իմ երեխաներին։ 2020 թվականին ես իմ տնօրենի կարգավիճակը հաստատեցի, տեսեք 4 տարի հետո։ Ես այդ ընթացքում փոխտնօրենից ավագ փոխտնօրենի կարգավիճակում եմ եղել, ընդունվեցի համալսարան, մագիստրատուրան ավարտեցի, դպրոցում էի աշխատում արդեն, ասել, որ բարդ ժամանակներ էին, կասեմ, շատ մեղմ կհնչի։ Իրականում այդ ընթացքում ես նաև սկսեցի, մենք առանձնացանք ու սկսեցինք վարձով ապրել։ Բայց 2020 թվականին ես հաստատեցի իմ տնօրենի կարգավիճակը, գնեցի բնակարան, վերանորոգեցի իմ սրտի ուզածով, կահավորեցի եւ գնեցինք մեքենա։ Փոխեցինք մեր մեքենան։ Դրանից հետո սկսվեց կյանքի նոր էտապ։ Ես բավականին լավ աշխատում էի, ծախսում էի ինչպես ցանկանում էի, բայց չէի մոռանում, որ պետքա ռեկրուտինգ անել։ Ու բնականաբար Արածս աշխատանքի արդյունքում 2024-ից 26 թվականների ընթացքում ես էլի մի քանի երազանքներ իրականացրեցի։ Մենք սկսեցինք ճամփորդել։ Մի բան, որը նախկինում ես երբեք չէի արել ու ինձ համար դա շատ կարևոր էր։ Ես կարողացա թույլ տալ ինձ գնել էլ ավելի թանկարժեք մեքենա, նոր մեքենա։ Ես գնեցի վերջերս հողատարածք։ Սա ինձ համար մեծ ձեռքբերում է։ Ու այս ամենը ես արել եմ Faberlic-ից ստացված եկամտի շնորհիվ։ Նրա շնորհիվ, որ ես, եթե անգամ ինչ-որ պահի ունեցել եմ հիասթափություն, ես թույլ չեմ տվել, որ ինձ իշխի մոտիվացիան։ Ես դիսցիպլինայով կարողացել եմ իմ աշխատանքը կատարել, որքան էլ որ ինձ հարմար չի եղել, որքան էլ որ ես չեմ ուզել, որքան էլ որ նեղված եմ եղել, ես գիտեի ինձ հստակ պետք է որոշակի քանակով առաջարկներ անել, ստանալ որոշակի մերժումներ եւ դրական պատասխաններ, կատարել որոշակի գործողություններ, որպեսզի իմ թիմում երբեք չլինեն իջեցումներ։ Բնականաբար խուսափել իջեցումներից ոչ մի լիդեր չի կարող, բայց երբ դու ռիթմի մեջ աշխատում ես, քո իջեցումը ինքը ոչ թե ցավոտ է լինում, այլ քեզ դաս է տալիս ու դու հասկանում ես սխալը որն էր, շտկելով սխալը հետ ես վերադառնում։ Այսօր արդեն ես ֆիրմայի կողմից արդեն 5-րդ անգամ հրավիրվել եմ որպես խոսնակ, ով ներկայացնում է, թե ինչպես կարելի է թիմի հետ աշխատել, ինչպես կարելի է առարկումների հետ աշխատել, ինչպես կարելի է օրինակ սննդային հավելումները մեր բիզնեսի մի մասը դարձնել եւ օգտագործել դրանք իշահ մեզ։ Սրանից 10 տարի առաջ 2016 թվականին այս աղջնակով պատկերված է նկարում, կյանքում չէր կարող պատկերացնել, որ
5 օր առաջ օրինակ կկարողանալ կանգնել ու ելույթ ունենալ այնպես, որ անգամ թղթին նայելու կարիք չլինի, որ ֆիրմայի ղեկավարը ուսուցման ժամանակ կկարողանա կանգնել ու ասել, որ հիացած է իր ելույթներով ու միշտ կարողանում է այս աղջիկը դահլիճը պահի ռիթմի տակ։ Ինձ համար դա մեծ պատիվ է, որովհետև ես դրանով եմ մոտիվանում։ Ես երբեք չեմ կարողացել պատկերացնել, որ իմ երազանքների 100-ապատիկ ավելին ես կկարողանամ ստանալ Faberlic-ի միջոցով։ Հիմա եկեք միասին հասկանանք, թե եկամտի ինչ ձևեր կան ու մարդիկ ինչպես են վաստակում իրենց գումարը։ Սա Կիոսակիի մեթոդն է, քառակուսին է։ Նա քառակուսին բաժանում է 4 մասի։ Առաջին մասում դրանք վարձու աշխատողներն են, ովքեր աշխատում են ուրիշի համար։ Մարդկանց 90%-ը վարձու աշխատող է, եւ 90%-ն աշխատում է, որպեսզի 10%-ը լինի հարուստ։ Ընտրությունը մերն է, գտնվել 90%-ի մեջ, թե 10%-ի մեջ։ Մենք կարող ենք գնալ աշխատանքի, մտածել, որ հա մենք բարձր ենք վարձատրվում, նորմալ է ամեն ինչ, բայց մենք նման կերպով երբեք չենք կարող ունենալ ֆինանսական կայունություն, հա, որովհետև մենք գտնվում ենք ուրիշի ձեռքի տակ, այդ ուրիշն է մեզ վարձատրում։ Երկրորդ տարբերակը դրանք ինքնազբաղվողներն են։ Դրանց մեջ կարող ենք մտցնել օրինակ մատնահարդարներին, կարող ենք մտցնել վարսավիրներին, տորթ թխողներին, բայց այստեղ մի հատ ուրիշ խնդիր կա։ Եթե այդ նույն մատնահարդարը որոշի, որ այսօր ինքը չի աշխատելու, ինքը այսօրվա իր գումարը չի ունենալու։ Սա էլ ունի իրես մինուսը։ Քառակուսու աջ մասում գտնվում են մարդիկ, ում դեպքում փողն է աշխատում իրենց համար։ Ու մեր կյանքի նպատակը այն է, որ մենք ձգտենք ձախից գալ դեպի աջ։ Բիզնեսի սեփականատերեր։ Դրանք այն մարդիկ են, ովքեր ստեղծում են համակարգ եւ համակարգն աշխատում է իրենց փոխարեն։ Օրինակ, ես կարողացել եմ ստեղծել chat-bot-երով համակարգ եւ իմ աշխատանքի մեջ տեխնիկական մասը ինձ բավականին օգնում են chat-bot-երը։ Եվ 4-րդ տարբերակը դրանք ներդրողներն են, ովքեր այնպես են արել, որ գումարն ինքնըստինքյան աշխատում է իրենց համար, իսկ նրանք օվկիանոսի ափին նստած վայելում են կոկոսի հյութը։ Բնականաբար շատ կուզեմ, որպեսզի մենք բոլորս լինենք ներդրողի կարգավիճակում, բայց դրան հասնելու համար մենք պետք է սովորենք ձախից անցում կատարել դեպի աջ եւ հասկանանք մենք արդյոք պատրաստ ենք, թե մենք ունենք վախեր փողից, որովհետեւ եթե փողը չգիտես որտեղ պետքա ծախսես եւ դու չես կարողանում հարգանքով վերաբերվել փողին, փողը էներգիա է եւ նա չի գալիս քեզ մոտ։ Հետեւաբար, եթե դուք փոխեք ձեր մտածելակերպը, լիքը բան ձեր կյանքում կփոխվի։ Շնորհակալ եմ ցանցային բիզնեսին, որովհետև սա 180 աստիճանով փոխել է իմ ամեն ինչը։ Սկսած գաղափարներից, անձնային աճից, մտածելակերպից եւ այն ապրելակերպից, որ ես հիմա ունեմ։ Եթե դուք աշխատեք ձեր մտածելակերպի փոփոխության վրա, վստահեցնում եմ ձեզ, մի տարի հետո անգամ դուք փոփոխություն եք տեսնելու։ Հիմա եկեք հասկանանք ինչպես գործենք։ Հարց տվեք ինքներդ ձեզ. ինչ կլինի ձեր եկամտի հետ, եթե 6 ամսով դադարեք աշխատել։ Հարցրեք ձեզ, մի վախեցեք պատասխանից ու անցանք առաջ։ Առաջին քայլը, որպեսզի կարողանաք հասնել այս կյանքում ինչ-որ մի արդյունքի եւ լինել ֆինանսապես կայուն եւ անկախ, առաջին հերթին պետք է փոխել մտածելակերպը եւ դադարել մտածել միայն կայուն աշխատավարձի մասին։ Վաղուց արդեն մենք ապրում ենք այլ իրականության մեջ եւ կայուն աշխատավարձը ինքը ստաբիլություն չի։ Ինչքան էլ որ ձեզ թվա, որ դա է ստաբիլությունը, բայց դա ստաբիլություն չի, որովհետեւ ճգնաժամային այս պայմաններում երբեք չգիտես, թե վաղը ինչ կարա լինի։ Եվ երկրորդը, ստեղծեք անվտանգության բարձիկ, որն է դա, երբ դու ունես քո եկամուտից կուտակած առանձին տեղ, որը երբեք չի ծախսվում, եւ երբ դու չես աշխատի, ապա 3-ից 6 ամսով դու ունես ծախսելու քո գումարը։ Քայլ երրորդ, ձևավորեք համակարգ։ Գրեք հստակ կանոններ եւ վրահանգներ, որպեսզի գործընթացն աշխատի առանց ձեր ֆիզիկական ներկայության։
Քայլային այս մեթոդը օգնում է, որպեսզի դուք կարողանաք գտնել ու համատեղել այնպիսի աշխատանքներ, օրինակ ցանցային բիզնեսը ես ինչպես համատեղեցի մանկարժի իմ աշխատանքի հետ։ Ես հստակ գիտեի, հստակ կանոններով ու հրահանգներով ես որ ժամին ինչ պետք է անեմ եւ ինչ ձևով պիտի անեմ։ Եվ ամենակարևորը, ես սկսեցի ներդրումներ անել փոքր քայլերով։ Բացում ենք ավանդ, որոշակի գումար 10-ից 20% ներդրում ենք անում, որը հետագայում օգտագործում ենք օրինակ գույքը ձեռք բերելու վրա, հետո կարող եք այդ գույքը տալ, ասենք, բարձով։ Եվ ամենակարևորը, որ ես ինքս եմ անում, ես երբեք գումար չեմ խնայում իմ կրթության վրա։ Ու ես պարտադիր, ինչքան ուսուցում որ կլինի, որը որ կապված է մտածելակերպի, անձնային աճի, ցանցային բիզնեսի, ֆինանսական գրագիտության հետ, ես պարտադիր այդ փաթեթները գնում եմ, վերապատրաստվում եմ եւ մատուցում եմ թիմակիցներիս։ Տեսեք, եթե այսօր մարդը գրանցվում է Faberlic-ում, ինչ տարբերակներով կարող է գումար աշխատել Faberlic-ից։ Փառք Աստծո, մենք ունենք գումար վաստակելու տարբեր մեթոդներ Faberlic-ից։ Օրինակ, անձնական գնումներից խնայողություն։ Գումար վաստակելու ձևը, իհարկե ձևը։ Ապրանքի վաճառքից գումար գալիս է, իհարկե գալիս է։ Բոնուսներ ստանում եք ֆիրմայի կողմից եւ ձեր տնօրենի կողմից, մշտապես դրանք լինում են։ Ցանցի շրջանառությունից եկամուտ, դա նույն աշխատավարձ ասվածն է։ Ստանում ենք, եթե մենք կատարում ենք թիմային աշխատանք։ Մրցույթներ եւ ակցիաներ լինում են, մշտապես են լինում։ Արժեքավոր նվերներ լինում են, իհարկե լինում են։ Օրինակ հենց մեր ֆիրմայի ծրագիրը VIP-ը, որի ժամանակ այս պահին խաղարկության այս ակցիայի շրջանակներում կա Aerogrill-ը։ Ճամփորդություններ լինում են, իհարկե լինում են։ Մեր տնօրենները այս աշուն կգնան Կիպրոս։ Բոնուսներ լինում են, երբ ես հաստատեցի տնօրենից կարգավիճակը, ես 495,000 դրամ ստացա բոնուս, ուղղակի նվեր կարգավիճակը հաստատելու համար։ Եվ բնականաբար դրանից բարձր կարգավիճակներ հաստատելու դեպքում էլ ավելի բարձր է ստանում այդ բոնուսները, որը բացարձակ կապ չունի աշխատավարձիդ հետ։ Բոնուսներ ես հիմա ստանում եմ, որ անընդհատ պահում եմ տնօրենի կարգավիճակը։ Ստանում եմ 8 կատալոգը 1 40,000 դրամի չափով, 49,000 դրամի չափով բոնուսը ստանում եմ։ Ֆիրման անընդհատ տալիս է այդ բոնուսները։ Ուղղակի պետք է հասկանալ, դուք ինչ եք ուզում։ Այս սա պետք է հասկանալ։ Ձեզ ո՞րն է կոմֆորտ։ Մի քիչ մի որոշ շրջան նեղություն տալ ձեզ ավելին ունենալու համար, թե բավարարվել են ամեն ինչով, ինչ որ մենք ունենք։ Եվ մտածել, որ բոլորը մեղավոր են, բացի մեզանից։ Հեշտ է, չէ՞։ Պատասխանատվությունն ուրիշի վրա գցելը շատ հեշտ է։ Ու անկախ նրանից, որ ես կողմ եմ նրան, որ կինը իր կանացի էներգիան պետք է միշտ պահպանի, ես միշտ նշել եմ, որ կինը պետք է ծախսի իր գումարը։ Երբեք պիտի փողի տեսանկյունից կախում չունենա ոչ մեկից, անկախ նրանից, որքան ջերմ են իր հարաբերությունները իր ընտանիքի անդամների եւ ամուսնու հետ։ Կինը պետք է ունենա իր առանձին եկամտի աղբյուրը, թեկուզ пассив աղբյուր, բայց պետք է անպայման ունենա, որտեղ դա այսօր շատ հարցեր են լուծում։ Ես իմ ամբողջ անցած ճանապարհից, ինչպես նշեցի, ես ոչ թե կառանձնացնեմ մոտիվացիան, ոչ թե կառանձնացնեմ ոգևորվածությունը, այլ կառանձնացնեմ դիսցիպլինան։ Ես այն տեսակի մարդկանց թվին եմ պատկանում, որ միշտ ամեն պահի ուզում եք գտնել հարմար առիթ տվյալ գործողությունը չանելու համար։ Ինձ ճանաչողները կասեն, որ ես հիմա էս ինչ եմ ասում, բայց իրականում այո։ Ու գիտեք ինձ ինչն է ստիպում, որ ես կարողանամ ինչ որ գործողություն անել, այն որ ես ունեմ պատասխանատվության բարձր մակարդակ։ Ու եթե ես ասում եմ, որ ես պետք է այսինչ բանը անեմ, ես դա անում եմ։ Ու եթե դուք ձեր շրջապատում մանգակ կտեսնեք, որ անիներ շատ կան։ Ուղղակի երբ դուք հանդիպում եք չանիների ու չանիների արածի կարծիք եք ձևավորում, որ ցանցայինը հիմա չի աշխատում, դուք եք հիասթափվում։ Իսկ ես հանդիպում եմ անիների։ Ես անցած կատալոգում գրանցել եմ եւ նախանցածում մի քանի նորեկների, ովքեր միանգամից բարձր ծավալի գնումներ են կատարում, ովքեր պատրաստ են թիմ զարգացնել։ Կստացվի, չի ստացվի, ես չեմ կարող ասել, որովհետեւ ոչ բոլորն են կարողանում թիմ զարգացնել, դե ոչ բոլորն ունեն այդ անձնային որակներն ու պատասխանատվության մակարդակը, բայց այն, որ նրանք արդեն հասկանում են, նրանք ռիթմի մեջ են, նրանք
պատվերի ծավալից ստացած եկամուտը հասկանում են ինչա, դա արդեն ոգևորող է։ Կատարեք փոքր, բայց ամենօրյա գործողություններ ու հավատացած եղեք, հետո արդեն մեծ գործողությունները ձեզ համար ավելի հեշտ կտրվեն։ Հարցը ոչ թե այն է, թե դուք կյանքից ինչ եք ուզում, այլ որքան եք դուք պատրաստ ամեն օր անել այն, ինչը անհրաժեշտ է այդ կյանքը կառուցելու համար։ Նախորդ նկարը հիշեք, 10 տարի առաջվա Անին կյանքում չէր պատկերացնի, որ 2026 թվականին ինքը տարին դեռ չկիսված կլիներ բոլոր ֆորումների խոսնակը, կլիներ ռեյտինգների մեջ առաջին հորիզոնականում, նրա հետ պայմանագիր կկապեր Ռուսաստանը, կայքում կհայտնվեին վիդեոները, կլիներ Հայաստանից միակ տնօրենը, հայ տնօրենը, ով ներկայացնում է կատալոգի նորությունները, սրանք գուցե ձեզ համար թվան փոքրիկ բաներ, բայց ինձ համար դրանք շատ մեծ ու պատիվ բերող բաներ են, որտեղ յուրաքանչյուր ֆաբրիկի լիդեր երազում է այս ամենի մասին։ Ես երազելն ինչ է, ես անգամ չէի կարող պատկերացնել, բայց ես արել եմ փոքր քայլեր այսօր այդ ամենն ունենալու համար։ Ու չի բացառվում, որ սրանից 10 տարի հետո մի նորեկ, ով երեք անդամենը գրանցվել, գուցե ինքը լինի հենց հաջորդը։ Ինչից սկսենք, ընկերներ։ Մի քանի քայլային գործիք տամ ձեզ։ Հասկացեք իրականում ինչ եք ուզում։ Ոչ թե ինչ են ասում, ոչ թե ինչն է հեշտ, այլ ինչ կյանք եք դուք ուզում։ Երբ դուք հստակ հասկանաք ձեր ուզածը ինչ է, հաջորդ քայլը նպատակ դնելը չպիտի լինի, այլ համակարգ ստեղծելը, քայլային համակարգ ստեղծելը, կազմել աշխատանքային գրաֆիկ եւ աշխատել ոչ թե երբ կստացվի, այլ կոնկրետ ժամով, ամեն օր եւ հստակ գործողությունների պլանով։ Եվ հաշվեք թվերը, թվերի հետ աշխատանքը այս գործում շատ կարևոր է։ Հասկացեք, ձեզ քանի մարդ է պետք, քանի մարդու պիտի դուք առաջարկ անեք, քանի ոչ պետք է ստանաք, քանի այո պետք է ստանաք։ Նոր կտեսնեք, որ մի տարի հետո դուք կունենաք այն, ինչի մասին, որ անգամ պատկերացնել չէիք կարող։ Հաջողությունը պատահականություն չէ, այն հաշվարկ է։ Երբ դու գիտես քո թվերը, դու դառնում ես ոչ թե հույսով աշխատող մարդ, այլ արդյունք կառուցող մարդ։ Եվ հենց այստեղ է փոխվում խաղի կանոնը, ոչ թե կստացվի, այլ քանի քայլ եմ ես այսօր արել, վաղը դա ունենալու համար։ Ինչպես նկատեցիք, ես այսօր չխոսեցի երազանքների մասին, չդրեցի նպատակադրման տեխնոլոգիան, մենք խոսեցինք ճանապարհի մասին։ Մի ճանապարհ, որը մի փոքրիկ աղջնակ, ով ուներ վախեր, ուներ կասկածներ, անվստահություն, ամաչկոտություն, այսօր կարողացել է ստեղծել այն իրականությունը, որտեղ նրա հետ հաշվի են նստում եւ որտեղ նա լիդեր է, առաջնորդ է։ Ու դա ձեր յուրաքանչյուրը կարող է անել, եթե հստակ իմանաք դուք ինչ եք ուզում կյանքից, եթե կարողանաք կառուցել ձեր աշխատանքային համակարգը եւ հասկանաք ձեր թվերը։ Ես հույս ունեմ, որ օգտակար եղավ այսօրվա ուսուցումը ձեզ եւ ակնկալում եմ, որ կստանամ հետադարձ արձագանքներ ուսուցման հետ կապված։ Շնորհակալ եմ, որ միացաք, շնորհակալ եմ, որ լսեցիք։ Ես անկախ նրանից դուք ինչ որոշում կկայացնեք, դուք միշտ հիշեք, որ եթե դուք ունեք ցանցային բիզնեսում ձեր անձնական էջը, դուք ամեն պահի, ամեն վայրկյան կարող եք ձեր իրականությունը փոխել։ Շնորհակալ եմ շատ միանալու համար։